Միացյալ Նահանգները եւ Իրանը երկրորդ օրն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցնում։ Ռազմական գործողությունները վերսկսվել էին, երբ Հորմուզի նեղուցի տարածքում խոցվել էր ամերիկյան Ապաչի ուղղաթիռը։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ շուրջ 50 Թոմահոք հրթիռ է արձակել Իսլամական Հանրապետության ուղղությամբ։ Պայթյուններ են որոտացել Բանդր Աբբաս նավահանգստում, Թեհրանի երկնքում թռչող սարք է նկատվել։ Երկրի հարավում թիրախավորվել են հոբ համակարգեր, ռադարներ, հրամանատարական եւ ԱԹՍ-ների կառավարման կետեր։ Ըստ իրանական կողմի ամերիկյան ուժերը նաեւ փորձում են վնասել երկրի ջրային ենթակառուցվածքը։ Իրանն էլ 12 բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ F տեսակի կործանիչների տեղակայման վայրին եւ այլ կարևոր օբյեկտների Հորդանանում։ Հաղորդվում է, որ թիրախներ են խոցվել Քուվեյթում եւ Բահրեյնում։ Թեհրանից նաեւ հայտնել են, որ փակել են Հորմուզի նեղուցը բոլոր տեսակի նավերի, այդ թվում նավթատարների եւ առևտրային նավերի համար։ Սակայն նշվում է, որ Իրանի բարեկամ երկրների, այդ թվում Ռուսաստանի եւ Չինաստանի նավերի անցումը չի սահմանափակվի։ Այս պահին ռազմական գործողությունները դադարեցված են, սակայն կողմերը սպառնում են շարունակել պատերազմը եւ ընդլայնել դրա աշխարհագրությունը։ Մենք հարվածելու ենք նրանց եւ շատ ուժեղ, նրանք պետք է ստորագրեն համաձայնագիրը։ Դա շատ լավ գործարք է, որը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Ինչ որ պահի շատ մոտ էինք համաձայնագրին, բայց նրանք փորձում են մեզ խաբել, հիմարացնել։ Սակայն ունենք բանակցված փաստաթուղթ, որը Իրանը պետք է ստորագրի։ Մինչդեռ նրանք անընդհատ ժամանակ են ձգում։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, կվերացնեն Իրանը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Իսրայելից էլ հայտարարել են, որ հրեական պետության զինված ուժերը բերված են պատրաստության բարձր մակարդակի եւ կարող են գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ։ Թեհրանն իր հերթին հորդորում է ձեռնպահ մնալ հանրապետության նկատմամբ ագրեսիվ գործողություններից։ Հիմնվելով իր կարողությունների, ազգային միասնության եւ համերաշխության վրա, Իրանը վճռականորեն կդիմադրի ցանկացած ճնշման եւ սպառնալիքի։ Իսկ տրանսպորտային ցանցերին, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ այլ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքները ոչ թե ուժի ցուցադրություն են, այլ հուսահատության նշան։ Տարածաշրջանում էսկալացիայի նոր ալիքի ֆոնին Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բահրեյնում։ Գագաթնաժողովից հետո հրապարակված հայտարարությամբ դիվանագետները դատապարտել են Բահրեյնին, Քուվեյթին եւ Հորդանանին իրանական վերջին հարվածները, դրանք որակելով ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի խախտում։ Միևնույն ժամանակ դիվանագետները աջակցություն են հայտնել դիվանագիտությանը, ընդգծել, որ կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով։ Դիանա Գասպարյան, լուրեր։